Best Life բժշկական կենտրոնում իրականացվում է առիթմիաների կաթետերային աբլյացիա։ Միջամտության սկզբնական փուլում կատարվում է էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն, որի միջոցով գնահատվում է սրտի էլեկտրական համակարգի վիճակը եւ ճշգրտվում կոնկրետ առիթմիայի տեսակն ու տեղակայումը։ Տեղային անզգայացման տակ կատարվում է ազդրային երակի պունկցիա։ Երակում տեղադրվում են հատուկ պլաստիկ կաթետերներ, որոնց միջոցով ռենտգեն հսկողության տակ դեպի սիրտ են անցկացվում բարակ լարեր, էլեկտրոդներ։ Դրանք տեղակայվում են սրտի համապատասխան հատվածներում եւ հնարավորություն են տալիս սրտի այսպես ասած ներսից գնահատել էլեկտրական համակարգի ցուցանիշները։ Կոնկրետ այս պացիենտի մոտ առկա է նախասրտերի տիպիկ թրթռում։ Այս առիթմիայի դեպքում տեղակայման վայրը նախապես հայտնի է։ Բժիշկները կաթետրի միջոցով կատարում են այդ շրջանի աբլյացիա, այրում, որի շնորհիվ այդ տեղում ընդհատվում է էլեկտրական իմպուլսների շրջապտույտը եւ թրթռում այլևս չի առաջանում։ Այս պացիենտի դեպքը բարդ է, քանի որ նա ունի ուղեկցող հիվանդություններ, սրտի վիճակը զգալի տուժած է եւ սիրտը լայնացած է։ Նման դեպքերում աբլյացիան առավել օպտիմալ բուժման եղանակն է։ Պացիենտի մոտ բավականին խնդիրներ ունեինք, իրականում ինքը ծանր պացիենտներ են առումով, որ միայն սիրտը չէր տուժած, նաև թոքերում լուրջ խնդիրներ ունենք եւ դա լրացուցիչ եւս սրտի խնդիրների էր բերել։ Մասնավորապես իր մոտ ավելի շատ տուժած էր սրտի աջ կեսը, սրտի աջ կեսերի չափսերը նորմայից մոտ 2 անգամ ավելի մեծ էին եւ տեխնիկապես դա շատ խնդիրներ ստեղծեց ու ավելի շատ ժամանակ պահանջվեց միջամտությունը կատարելու համար։ Ինչի է կարեւոր այս առիթմիայի ճիշտ ժամանակին վարումը եւ ակտիվ վարումը, որովհետեւ նախասրտի թրթռման արկայությունը նման հիվանդության պատմությամբ բուժարուի մոտ շատ ավելի վատացնում է նրա պրոգնոզը, այսինքն ազդում է կյանքի տևողության վրա։ Եվ հետեւաբար, երբ որ մենք հեռացնում ենք այդ առիթմիան եւ վերականգնում ենք աջ նախասրտի կծկողական ֆունկցիան, դա որոշակի չափով լավացնում է նրա վիճակը եւ բարելավում է թե կյանքի որակը, թե ինչու՞ չէ նաեւ կյանքի տևողության վրա կարող է ազդել։ Բժիշկը նշում է երկու հիմնական վտանգ, որոնք առաջանում են նախասրտերի թրթռման երկարատև ազդեցության պատճառով։ Եթե երկար ժամանակ պացիենտը գտնվում է բարձր պուլսի, օրինակ 100-110 եւ ավելի պուլսի պայմաններում, դա հյուծում է սրտի ռեզերվները։ Մյուս ռիսկը դա ինսուլտի ռիսկն է, որովհետեւ խանգարվում է սրտի վերին խորհրդների նախասրտերի նորմալ կծկումը, այսինքն արյան կանգի պայմաններ են ստեղծում, որի պայմաններում սրտում կարող են առաջանալ թրոմներ եւ այդ թրոմները կարող են փոկվել ու խցանել գլխուղեղը սնուցող անոթներ եւ առաջացնել մեծ ինսուլտներ։ Առիթմիաների կաթետրային աբլյացիան ամբողջ աշխարհում մոտ 30 տարվա պատմություն ունի։ Հայաստանում շատ քիչ կենտրոններ կան, որտեղ կատարվում են նման միջամտություններ։ Best Life-ը դրանցից մեկն է։ Սրտաբան Արփիտ Թոփչյանն ուսանել է Մոսկվայում հանրահայտ պրոֆեսոր էլեկտրաֆիզիոլոգ Կարապետ Դավթյանի մոտ։ Ասում է, շատ կարևոր է, որպեսզի առիթմիայով պացիենտները հասանելիություն ունենան բուժման այս նորագույն մեթոդներին, որոնք զգալիորեն բարելավում են նրանց կյանքի որակը։ Շատ լավ է, որ Հայաստանում եւս կան կլինիկաներ, ովքեր արդեն զբաղվում էին առիթմիաների միջամտական ինվազիվ բուժմամբ, լավ է, որ մեր կլինիկայում եւս այդ հնարավորությունը կա, որովհետեւ կոնկրետ այս բուժարուի դեպքում պահանջվում է կոմպլեքս մոտեցում եւ կան բուժման տարբեր եղանակներ։ Մի դեպքում դա հնարավորություն է տալիս ծառայության մատչելությունը, ծառայության արկայությունը կշռադատել եւ ի վերջո ընտրել բուժարուի համար ամենաօպտիմալ տարբերակը։ Մեր համար առաջնայինը մեզ դիմաց մարդու առողջությունն է, թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ պլանը։ Բժիշկը նշում է, թրթռացող առիթմիայի դեպքում աբլյացիայի շնորհիվ որպես կանոն վերականգնվում է նորմալ սինուսային ռիթմը եւ այլ միջամտությունների կարիք չի լինում։ Բայց լինում են դեպքեր, երբ պացիենտը շատ երկար է ապրել այդ խնդրով եւ հնարավոր չի լինում վերադառնալ նորմալ ռիթմի։ Այդ դեպքում կարող են տեղադրվել ռիթմավար սարքեր։